Հարցի պատասխանեք, հա, ամեն դեպքում ովքեր էին եկել, ինչ էին ասում ձեզ, որտեղ մենք տեսանք կոնֆլիկտ եղավ, թեմից էին, թե մայրաթորից։ Թեմից էին, բայց վստահաբար մայրաթորից ուղարկված, որովհետև ինձ էին ցույց տալիս մայրաթորի գրությունը, որով 3 Արշակ Սրբազանը ինձ դիմումի համաձայն ուզում էր եկեղեցուց դուրս անել։ Եվ հիմա դուք ինչ եք պատրաստվում անել։ Չեմ պատրաստվում եկեղեցուց դուրս գալ, պատրաստվում եմ շարունակել իմ քահանայությունը, այո, ուզում եմ շեշտել քահանայությունը, որովհետև միջև ինձ կարգալույց անելը, եթե առհասարակ եկեղեցում օրենքը գործում է, շատ անօրենների, հոգևոր կյանքի մեջ, այսպես ասեմ, անօրենություն գործածների պետք է այլևս կարգալույց եղած լինեին, եւ եթե ես տեսնեի, որ այն մարդիկ, ովքեր որ այս ընթացքում այսպես Աստծո նկատմամբ իրենց ուխտը դրժելուց հետո չեն շարունակում քահանայություն անել, միգուցե ես էլ իմ կապան կամ ֆարաջան կհանեի եւ եկեղեցուց դուրս կգայի, բայց միջև Տեր Արամին կարգալույց անելը, գիտեք, ինձանից առաջ ինչքան մարդիկ կան, որ ուխտադրուժ են եղել Աստծո հետ, հա, իրենց ուխտը խախտել են եւ այսօր եկեղեցում իրենց սպասավորությունն են անում, նրանց այսպես ժողովուրդը գիտի որպես կարգալույց չեղած մեկը ու նաև նրանց ձեռքից էլ հաղորդություն է առնում։ Իսկ Տեր Արամը, որ ուղակի ըմբոստացել է, հա, այն եկեղեցու մեջ տեղ գտած վատ դեպքերի հետ կապված, այն արարքների հետ կապված իր խոսքը բարձրաձայնել է եւ ուղակի իրենց հետ համաձայն չի եղել, ահա նրանց աչքերում ես այլևս քահանա չեմ։ Փաստացի կարգալուծությունը ուղակի թղթաբանության վերածեց այդ process-ը ընդհանուր, բայց խորքում երբ որ ես առաջին օրվանից սկսեցի այս ամեն ինչը լուսաբանել, այլևս ես նրանց համար եկեղեցուց դուրս էի դրված։ Ինչ է կարգալուծությունը, եթե ոչ այդ եկեղեցուց դուրս դնելը։ Հավատացեք, որ այս ամեն ինչը շուտվանից է սկսված այս process-ը, թե մի առաջնորդը դեռ ամիսներ առաջ ինձ ասում էր, որ դու չես կարող քահանա լինել, դու գրավոր նկատողություններ ունես ստացած, այսքան գրավոր նկատողություն ստացած հոգևորականը չի կարող քահանայություն անել եւ ես հարց ունեմ, էլի, օրինակ չգիտեմ, երեխա մկրտելու համար, փոքրիկ երեխային ավետարանը տալու համար քահանան չի կարող քահանայություն անել, բայց կուսակրոնության ուխտը ընդունած եւ սիրուհիներ ունեցող կին երեխաներ ունեցողը կարա հաղորդություն տա, իր տված հաղորդությունը համարվում է հաղորդություն, իսկ ուղակի եկեղեցու խնդիրները բարձրաձայնած հոգևորականի հաղորդությունը հաղորդություն չէ կամ շատերը անուններ այս պահին չեմ տա, բայց եթե ես տեղեկացնում եմ, եթե այդ հոգևորականները որևէ բան կխոսեն, եղբայրաբար ուղղակի նրանց ասում եմ, իմ տեղեկությունները հստակ են, փաստերի հիման վրա, ես ուղղակի կգա մի պահ ու մեր հանրությունը կիմանա ով որտեղ է իր մազերը կտրում, ով որ լրագրողական ցանցի հետ է համագործակցում։ Այսինքն կուսակրոնության ուխտի խախտում։ Ես արդեն ակնարկներ եմ անում, որ շատերը դրանից կհասկանան, թե խոսքը ում մասին է եւ դուք ձեզ համար ընդունելի էր այդ մարդկանց կամ հոգևորականների կողմից ձեռնադրվել ոցվել քահանա։ Ուրեմն տեսեք, ես 2009 թվականին ընդունվել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, բոլոր քննությունները ինքս եմ տվել։ Ես եմ իմ վրա աշխատել, իմ զարգացմամբ զբաղվել, եկել հասել եմ մի կետ, որ դուք մի մտածեք, որ այո, իրենց ձեռքով եմ ես ձեռնադրվել, բայց վերջապես ինձ կանչողը ոչ թե իրենք են եղել, այլ Աստված։ Վերջապես յուրաքանչյուր քահանայի քահանայության կանչողը ոչ թե մարդն է, այլ Աստված։ Եվ այս իմաստով ներողություն եմ խնդրում,